Երեխեքից թվում է այս արդեն քաղելու է, տեսեք ինչքան է մեծացել։ Մինչև կախասունկը պարկերից փունջ-փունջ քաղելը մի քանի շաբաթ հետևել են տարածքի խոնավությանը, ջերմաստիճանին ու լուսավորությանը։ Երևանի 116-րդ հիմնական դպրոցի աշակերտական այս խումբը ATP հիմնադրամի աջակցությամբ հիմնել է էկոակումբ, լաբորատորիա եւ սկսել կախասնկի արտադրություն։ Մենք չգիտենք սկզբում ինչպիսի դա ընթացք կունենա, բայց հրաշալի էր հենց առաջի պտուղները երեխաները իրենց ձեռքերով երբ որ հավաքեցին, դուք տեսնենք իրենց ուրախությունը։ Հետո այդ ցնկերի վաճառքը իրենք էին կազմակերպում, որպեսզի ունենանք նաև ահա այսպիսի կրթական լաբորատորիա եւ այս լաբորատորիան անընդհատ մենք համալրենք նոր տեխնիկայով, հրավիրենք այլ դպրոցների, դարձնենք համայնքի սեփականությունը։ Նախաձեռնությունը երեխաներին տալիս է ձեռներեցության մասին առաջին պատկերացումը, երբ սեփական աշխատանքից ստացված եկամուտը նպաստում է իրենց կրթության որակի բարելավմանը։ Անայդ ջան, այս սնկերը շատ լավ են հասունացել, երևի այս անգամ մինչև 1800 դրամ կծախենք։ Շատ լավն է մեր բերքը։ Ես էլ շուկայի, ես էլ արդեն հասունացել։ Երեխաների էկոլոգիական մտածողության ձևավորման ուղղված այս նախաձեռնությունը համախմբել է դպրոցի 30 աշակերտի։ Աշխատանքի հստակ բաժանում են կատարել, յուրաքանչյուրն ունի իր գործն ու պատասխանատվությունը։ Սկզբից հայտարարություն եղավ, երեխաները, ովքեր որ ցանկություն հայտնեցին, այսինքն դե բնականաբար այդքան էլ տեղյակ չէին, ինչ է նշանակում էկոակումբ, ինչով իրանք պետքա զբաղվեն, ինչ զբաղվածություն է լինելու, այդպես հավաքագրվեցին, դրանից հետո արդեն իհարկե ATP-ն իրականացրեց դասընթացներ, ճամբարներ, որոնք ավելի ներգրավվեցին երեխաներին ու այդպես թիմը ձևավորվեց ու այդ թիմով արդեն իրականացնում ենք բոլոր աշխատանքները։ Բերքը վաճառում են թարմ, պահածոյացված եւ չորացրած վիճակում։ Բոլոր դեպքում էլ իրենց ապրանքի արժեքը լավ գիտեն, հաճեցնում են էկոլոգիապես մաքուր պայմաններում, ուստի գինը շուկայականից մի փոքր բարձր են ասում։ Երեխեքս դες ինչքան կլինեն։ 2 կիլո կլինի էլի։ Կարող քիչ լինի։ Այս որ վերջին նայում ենք։ Ակումբի փոքրիկ գյուղատնտես Աբելն այնքան է ոգևորվել այս ամենով, որ արդեն որոշել է ընդունվելու է Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետ։ Բավար ասում է 2 կիլոից ավել կլինի։ Դեպի գյուղատնտեսություն ու բնություն հետաքրքրությունը երեխաների մոտ ծնվել է կենսաբանության դասերից։ Նրանք ուզում են հասկանալ ինչպես եւ ինչ պայմաններում է աճում այն, ինչ ամեն օր ուտում են։ Իրենց տված հարցերից հենց կարելի է ենթադրել, որ իսկապես հետաքրքրված են, իսկապես իրենց առողջությունով, էկոլոգիական հարցերով, բնապահպանական հարցերով հետաքրքրված են ու փորձում են իրենց հարցերի պատասխանները սպառիչ կերպով ստանալ հենց կոնկրետ դասերի ընթացքում։ Իդեպ ցորենի հարդով լցված այս պարկերը բերքահավաքից հետո դեն չեն նետում։ Այստեղ շրջանաձև տնտեսության մոդել են ձևավորել, դրանք վերածելով օրգանական պարարտանյութի։ Սրանցից էլ սունկ չի աճելու, ես այս պարկերը տեղափոխում եմ մեր հատուկ կոմպոստի համար նախատեսված տարածքը։ Ստացված պարարտանյութով սնուցում են դպրոցի բակի շուրջ 350 ծառ։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։